Բարի օր, այսօր կխոսենք սննդի անվտանգության, խոհարարության մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք խոհարար, հրուշակագործ դասախոս Ելենա Մարությանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, սիրելի Անի, շնորհակալ եմ շատ հրավերքի համար։ Շնորհակալություն ձեզ։ Ցավապես ինչ է խոհարարությունը։ Հետաքրքիր մասնագիտություն եւ ծանր, թե գիտություն։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, խոհարարությունը ամեն ինչ է։ Հիմա բացատրեմ, որպեսզի ավելի հասկանալի լինի։ Առաջին մասնագիտությունն է, որ ստեղծված է մարդու հետ։ Անփոխարինելի մասնագիտություն է, որովհետև մշտապես պահանջարկը կա եւ կարիքը կա, որովհետև գիտենք, որ ինչքան մարդը ապրում է, պետք է սնվի։ Խոհարարությունը իր մեջ ունի բազմաթիվ բնագավառներ՝ քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, հոգեբանություն, աշխարհագրություն, օտար լեզուներ, այդ բոլորը կան խոհարարության մեջ։ Ու ես հաճախ դասավանդման ժամանակ, որ անդրադառնում եմ ինչպիսի խորը մասնագիտություն է, զարմանում են ունկնդիրները, ասում են, որ այդքան բան պետք է իմանանք խոհարարություն ուսումնասիրելու համար։ Այո, պետք է իմանանք, որովհետև հաց տվող մասնագիտություն է, մարդկանց կյանքի եւ առողջության հետ անմիջական կապ ունեցող մասնագիտություն է։ Ինչպես դուք հայտնվեցիք այդ աշխարհում։ Ի սկզբանե իմ նպատակը խոհարարությունը չէր, ես ինձ պատկերացնում էի արվեստում, ավելի շուտ կինո, թատրոն, բայց այնպես ստացվեց, որ ընտրությունս կանգնեց խոհարարության վրա։ Եվ սկսեցի արդեն իմ ուսումնառության գործընթացը, այնուհետև բարձրագույն կրթություն, այնուհետև տարբեր ուսումնական կենտրոններում դասավանդել եմ, շատ մեծ մասնագիտական աճեր եմ գրանցել, ի շնորհիվ այդ ուսումնական կենտրոնների, հիմա եւս դասավանդում եմ եւ հասա այնպիսի մի մակարդակի, որ ստեղծվեցին իմ հեղինակային մասնագիտական երկու գրքերը։ Նշեցիք, որ ուսումնական կենտրոններ կան, այնտեղ են կրթվում ապագա խոհարարները, բայց արդյոք պետք չէ որևէ բուհում լինի նման բաժին եւ միթե բոլոր խոհարարները հենց ուսումնական կենտրոնից են գնում որևէ տեղ աշխատելու, որովհետեւ շատերը կան, որ չեն ավարտում որևէ տեղ։ Հրաշալի հարց եք տալիս, ուսումնական կենտրոնների դերը շատ եմ կարևորում, մանավանդ, որ հիմա Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է, շատերը հաճախ հիմնական կրթությունը ավարտելուց հետո շարունակում են մասնագիտական կրթօջախներում, եւ նրանք, ովքեր որ ուզում են խոհարարության ճանապարհով գնալ կամ հրուշակագործության ճանապարհով գնալ, միանշանակ խորհուրդ եմ տալիս անցնել մասնագիտական ուսումնական կենտրոններում ուսուցման։ 3 տարին բավականին երկար ժամանակահատված է, որպիսի հանրակրթական առարկաների հետ մեկտեղ ուսումնասիրեն խորությամբ մասնագիտական գիտելիքները եւ պատրաստ լինեն աշխատաշուկայի համար։ Իհարկե, այն ուսանողները, որոնք չեն բավարարվում ուղղակի ուսումնական կենտրոնն ավարտելով, արդեն բնականաբար շարունակություն են փնտրում եւ այո, կան բազմաթիվ բուհեր եւ ֆակուլտետներ, մասնագիտական տարբեր առաջարկներ, որովհետեւ սննդի ոլորտը բազմաժանր է, այսպես ասած, եւ ամեն մեկը իր սրտի ցանկությամբ կարող է ընտրել նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություն, ինչպես նաեւ կան գործող ակադեմիաներ եւ նոր բացվող խոհարարական դպրոցներ, որոնք որ հիմա ավելի արդիական են դառնում։ Այսինքն մենք ունենք բուհ, որտեղ կա նման բաժին։ Մենք ունենք ագրարային համալսարան, որտեղ որ առաջարկվում է հրուշակեղենային տեխնոլոգիա եւ այնտեղ կա պարենային մթերքների տեխնոլոգիա, եթե չեմ սխալվում, եթե ճիշտ եմ ասում, եւ իհարկե գինեգործություն առանձին եւ իհարկե կաթնամթերքի բաժիններ եւ նաեւ մսամթերքի բաժիններ, նեղ մասնագիտականով հնարավոր է հասնել բարձրագույն կրթության Հայաստանում։ Ինչպես նաեւ այլընտրանքային խոհարարական դպրոցներ, որոնք բարձր մասնագիտական գիտելիքներ են փոխանցում։ Միայն պրակտիկ գիտելիքներ ունեցող խոհարարը վտանգավոր է։ Այո։ Միայն պրակտիկ գիտելիքներ ունեցող խոհարարը խոհարար չէ։ Ուղղակի մեխանիկորեն գործ անող մարդ է, որը ռոբոտացված է, որը չի հասկանում ոչ մի պրոցեսներից, որը չի հասկանում, թե ինչպիսի քիմիական եւ միկրոբիոլոգիական տարբեր ռեակցիաներ են տեղի ունենում, ինչպես է ստեղծվում համը, ինչպես է ստեղծվում ստրուկտուրան, ինչպես պահել վիտամինները եւ հանքային նյութերը։ Ըստ իս, ես այս թեվավոր խոսքը միշտ ասում եմ, որ
Առանց տեսական գիտելիքների աշխատանքը զուտ դատարկ աշխատանք է, իսկ տեսական եւ գործնական գիտելիքների միացությունը դառնում է մասնագիտություն։ Ես շատ եմ շեշտը դնում տեսական գիտելիքների վրա, որովհետեւ առանց տեսական գիտելիքներ իմանալու սերտելու հնարավոր չէ ուղղակի պատկերացնել ոչ խոհարարության ոլորտը, ոչ հրուշակագործության ոլորտը։ Մարդիկ հաճախ են սննդի միջից տարբեր օտար մարմիններ գտնում։ Այստեղ խոհարարի մեղավորությունն է։ Ամենատարածված եւ վիճելի հարցերից է ով է մեղավոր։ Այսպիսի հարցադրում են միշտ անում։ Հիմա բացատրեմ։ Հարկավոր է քննել իրավիճակը, որովհետև ինչպես կարող է այդ ասած մասնիկները եւ սննդային տարբեր առարկաներ եւ ոչ սննդային տարբեր առարկաներ հայտնվեն ուտեստի մեջ։ Դա մասնագիտական լեզվով կոչվում են ֆիզիկական ախտահարիչներ, այսինքն ինչպես կարող է ֆիզիկական ախտահարիչը հայտնվել սննդի մեջ։ Շատ հանգիստ կարող է հայտնվել խոհարարի անուշադրության անփութության պատճառով, կարող է հայտնվել սպասարկող անձնակազմի անուշադրության եւ անփութության պատճառով եւ շատ վատ բան եմ հիմա ասելու, կարող է հայտնվել հաճախորդի դիտավորության պատճառով։ Դրա համար այստեղ շատ կարևոր է գործատուի ճկունությունը եւ շեֆ խոհարարի դերը, որպեսզի հասկանան, թե ինչպես հայտնվեց։ Եվ թե պարզվում է, որ խոհանոցն է մեղավոր, բնականաբար ներքին խոհանոցային կանոնակարգ գոյություն ունի եւ ըստ այդ կանոնակարգի արդեն պատժամիջոցներ են կիրառվում խոհանոցի համար։ Եթե պարզվում է, որ սպասարկող անձնակազմն է մեղավոր, միանշանակ նույն դիրքորոշումն է։ Եթե հաճախորդն է, արդեն այստեղ գործատուները որոշում են ինչպես վարվել նման հաճախորդների հետ։ Դե լավ, հացը կիսում ես, մեջը բլոճիկներ կամ մազեր, հաճախորդը հաստատ այդտեղ մեղավոր չի լինելու։ Եթե հաճախորդը մեղավոր չէ եւ մեղավորը հացաթխման արտադրությունն է, բնականաբար հարկավոր է ներողություն խնդրել, հարկավոր է բացատրել եւ հարկավոր է կոմպլիմենտ անել այդ հաճախորդին, որպիսի հոգեկան տրավմա եւ ստրեսի մեջ չգցենք հաճախորդին եւ որպիսի հաճախորդների կորուստ չունենանք։ Բնականաբար հարկավոր է բոլոր ֆիզիկական ախտահարիչների համար կանխարգելող միջոցառումներ ձեռնարկել, այսինքն ամեն ինչ անել, որպեսզի դա չլինի, բայց եթե եղել է եւ բլոճ է, մազ է, ճանճ է, ապակի է, որը որ սարսափելի հետևանքներ կարող է թողել, բնականաբար հարկավոր է նաեւ պատասխանատվություն կրել դրա համար։ Այստեղ գուցե ձեռնոցի կամ գլխարկի բացակայությունը ունի մեղավորություն։ Այո, հիմա շատ տարածված բան է, որ գլխարկը չեն կրում։ Իրականում խոհարարը ունի եւ հրուշակագործը ունի հատուկ մասնագիտական արտահագուստ, որի հագնելը պարտադիր պայման է։ Եվ այդ արտահագուստի բաղկացուցիչ մասերը գլխարկն է, իր վերնաշապիկն է, գոգնոցն է եւ տաբատն է եւ չսայթակող կոշիկներն են։ Որևէ տարի բացակայությունը բերում է անվտանգության խանգարման եւ բերում է շատ վատ հետևանքների։ Գլխարկի բացակայությունը բերում է մազ ընկնելու հավանականություն ուտեստի մեջ։ Դա ամենազզվելի բանն է, որ կարող է լինել, որովհետև նույնիսկ տանը մենք մեր, ասենք, մայրիկի եւ տատիկի մազը տեսնելով արդեն վատ ենք զգում, ուր մնաց օտար մարդու մազը հայտնաբերենք։ Եվ գլխարկի բացակայության ամբողջ պատասխանատվությունը ընկնում է շեֆ խոհարարի եւ գործատուի վրա։ Ինչ վերաբերվում է ձեռնոցներին, ձեռնոցների հետ կապված շատ վիճելի հարց է, որովհետև հագնել, չհագնել, ինչպես հագնել, որ գործողությունների ժամանակ է, երբ է պարտադիր, երբեք չեմ կարող ասել, որ պարտադիր է ձեռնոցների կրումը, որովհետև ձեռնոցները ոչ մի նորմերի մեջ չեք կարող գտնել այդ դրույթը, որ պարտադիր է, ձեռնոցները ցանկալի են հագնել որոշ գործողություններ կատարելիս եւ արգելվում են որոշ գործողություններ իրականացնելիս։ Հիմա որ մանրամասնեմ ավելի պարզ կլինի։ Ձեռնոցները նախընտրելի եւ ցանկալի է հագնել, երբ գործ ունենք որևէ խճողակի խառնման գործընթացի հետ, կամ հրուշակագործը երբ որ վերջին դետալներն է դնում, կամ պիտի մատնահետք չլինի, կրեմի հետ աշխատանք է անում, պետք է մատելի շփում չլինի, շատ ցանկալի եւ նախընտրելի է։ Շատ ցանկալի եւ նախընտրելի է այն ժամանակ, երբ որ աղցաններ են խառնում, պետք է խորքից խառնել եւ այդ աղցանների մեջ կան տարբեր համեմունքներ, տարբեր բաղադրիչներ, որպեսզի հոտից համից նաեւ զերծ մնալ։ Ցանկալի է շատ օգտագործել
երբ որ մարդը ունի անհանդուր ժողականություն կամ զզվանք որևէ սննդամթերքի նկատմամբ, օրինակ ձկան հետ աշխատելիս, հավի մսի հետ աշխատելիս, ես շատ խոհարարներ գիտեմ, որ ասում են, որ ինձ սպանեք, ես հավի մսին առանց ձեռնոցի չեմ կպնի, որովհետև իր համար զզվելի է։ Ինքը հատուկ այդպիսի բան ունի, ներշնչանք ունի եւ բնականաբար գործատուն պետք է առաջարկի եւ տրամադրի ուրեմն ձեռնոցներ, որ դեպքում չի կարելի տաք միջավայրերի հետ աշխատելիս արգելվում է, բանջարեղենը կտրատելու ժամանակ արգելվում է, տաք միջավայրերի հետ արգելվում է, քանի որ այնտեղ վտանգավորություն կա բռնկման, իսկ բանջարեղենը կտրատելու ժամանակ մարդը կորցնում է իր զգայունությունը։ Իսկ հիմա մի ուրիշ բան ասեմ, որը որ շատ միֆեր, այսպես ասած, հոդս կցնդեցնի։ Բոլորին թվում է, որ ձեռնոցով աշխատում են, մաքուր են աշխատում, բայց կարող է լինել ճիշտ հակառակը, քանի որ մարդը ձեռնոցը հագնելու ժամանակ հոգեպես արդեն ինքն իրեն ապահով է զգում։ Եվ այդ նույն ձեռնոցով ինքը կարող է կպնել եւ բաժակին, եւ կեղտոտ տախտակին, եւ կեղտոտ հավի մսին, եւ ենթադրենք ախտահարված որևէ մակերեսի, եւ շատ հանգիստ այդ նույն ձեռքով նույն բանը առաջարկել իր հաճախորդներին, առանց ձեռքերը լվանալու, առանց ձեռնոցները փոխելու։ Այն գործատունները, որոնք որ պարտադրում են ձեռնոցները, պիտի իմանան, որ ձեռնոցը պետք է փոխվի 20 րոպեն մեկ։ Եվ ինձ հաճախ ասում են, իսկ մեր գործատուն պարտադրում է։ Հրաշալի է, եթե գործատուն պարտադրում է, ուրեմն պետք է հաշվի առնել նաև ձեռնոցների փոխման կարգը։ Տաք միջավայրից խոսեցիք, խոհարարներ շատ տաք միջավայրում են աշխատում։ Դա իրենց առողջությանը վնաս չէ։ Եթե խոհանոցը ունի լավ օդափոխման համակարգ, որը որ պարտադիր պայմաններից մեկն է, երբ որ խոհանոցը նախագծվում է, առաջին հերթին ուշադրությունը դարձնում են անվտանգությանը, որպեսզի մարդը կարողանա անվտանգ աշխատանքային միջավայրում աշխատի։ Եվ եթե ունի լավ օդափոխման համակարգ խոհանոցը, խոհարարը ազատագրվում է տարբեր գոլորշիներից, ծանր հոտերից, օդերից եւ այլն, երբեմն շատ ծանր է լինում աշխատել այնպիսի միջավայրում, որտեղ որ չկա այդ օդափոխության համակարգը, մանավանդ եթե այնտեղ կա մաղալի արկայություն, կա պիցայի վառարան, օրինակ, որը որ շատ բարձր ջերմաստիճաններ կարող է հասնել, բնականաբար արդեն վնաս է։ Դրա համար անպայման շեշտը դրվում է այստեղ նաեւ հագուստի որակի եւ մատերիալի վրա։ Ինչու են խոհարարների հագուստը անպայման կարում բամբակյա գործվածքներից, որպեսզի այդ շոկ միջավայրերում կարողանա մարմինը շնչել, որպեսզի մարդը կարողանա անկաշկանդ աշխատել։ Եթե հագուստը իրեն նեղություն տվեց, եթե մարդը մտածեց, որ վայ չեմ կարողանում շնչահեղձ եմ լինում, քրտինքի արկայություն կա, չի կարող հանգիստ աշխատել։ Հետաքրքիր է, որ խոհարարները, երբ որ վատ պայմաններ են ստեղծված իրենց համար, չեն բողոքում, հանգիստ աշխատում են, սա ինչի է թե կապված։ Մտածում եմ, որ խոհարարություն ընտրողները իրանք մահապարտներ են, ամենայն ազնվությամբ եմ ասում, որովհետև խոհարարությունը այն մասնագիտությունն է, որ ինքնազոհություն է պահանջում, անձնազոհություն է պահանջում, ամբողջությամբ նվիրվածություն է պահանջում։ Ես միշտ իմ ուսանողներին հարցնում եմ, դուք որ ընտրել եք այս ոլորտը, պատրաստ եք աշխատել։ Զարմացած նայում են սկսնակները, որ դեռ չգիտեն, թե ինչպիսի ոլորտ է, կամ լիարժեք չեն պատկերացնում, ասում են, որ գիտենք, որ ծանր աշխատանք է, ասում են, բացի ծանր աշխատանքից կարող է, որ աշխատանքը ձգվեր 12-ից 18 ժամ, կարող է դուք այդ օրը քնեք, իրականում ինձ հետ եղել է նման դեպք շատ տարիներ առաջ, ես ուղղակի քնել եմ խոհանոցում, որովհետև պատվերները չէինք հասցնում եւ շեֆ խոհարարը ասեց, այսօր բոլորը պիտի քնեք խոհանոցում եւ մենք մնացել ենք, մինչեւ առավոտ աշխատել ենք, չեք պատկերացնի, այդ անձնազոհություն պահանջող մասնագիտությունը ինձ թվում է, որ արդեն մարդիկ կոփվում են եւ անկախ իրենցից սովորում են։ Բնականաբար շատ հաճելի է աշխատել լավ միջավայրում, այսինքն լավ սարքավորումներով, լավ օդափոխության համակարգով, լավ աշխատանքային սեղաններով, տախտակներով, պրոֆեսիոնալ դանակներով, ինչքան բարձր է խոհանոցի ստատուսը, ինչքան որ լավն է խոհանոցը գործիքակազմը եւ նյութատեխնիկական բազան, այնքան խոհարարի համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում լավ աշխատելու համար, ստեղծագործելու համար, ամբողջությամբ աշխատանքին նվիրվելու համար։ Դե հասկացանք, որ անձնազոհ են, բայց մարդ չի կարող իր առողջության մասին չմտածել, որովհետեւ դա խնդիր է։ Այո, բնականաբար, այո։
Շատ ցավում եմ, բայց խոհարարների հետ կապված մասնագիտական հիվանդությունները շատ են։ Ամենախոցելի մասնագիտությունն է, այսպես որ նայենք, ինչու, որովհետև անմիջապես գործ ունի հում սննդամթերքի հետ, եւ բացի միջավայրի անբարենպաստ պայմանները կարող են նաեւ տարբեր տեսակի վարակներ եւ վիրուսներ անցնել խոհարարի օրգանիզմ։ Եվ հենց այնպես չէ, որ 6 ամիսը մեկ բոլոր խոհարարները գնում են ստուգման, բուժզնման, եւ դա իրականացում է գործատուների կողմից, որպեսզի հավաստիանան, որ խոհարարները առողջ են եւ ոչ մի վիրուս եւ ոչ մի բակտերիալ հիվանդություն չունեն եւ կարող են հանգիստ աշխատել, առողջ աշխատել։ Ռեստորաններում եւ սրճարաններում հետևում են սննդի անվտանգության կանոններին։ Պետք է հետևեն։ Այդ պետք է շատ լավ բառ է, չէ՞, մեր հասարակության համար։ Ես ուղղակի չեմ կարողանում պատկերացնել խոհարարական միջավայր, որը որ չի հետևում ու անտեսում է սննդի անվտանգության նորմերը եւ կանոնները։ Առաջին դասընթացներից մեկը, որ անցկացվում է խոհարարության հետ կապված, դա սննդի հիգիենան է եւ հիմա ավելի բարդ եւ ավելի բարձ հաստ նորմերով, որը որ հիմա պարտադիր է դառնում արդեն բոլոր ռեստորանների եւ սրճարանների համար, եւ այն հասարակական սննդի օբյեկտը, որը չի հետևում, կկանգնի շատ վատ հետևանքների առաջ։ Դրա համար էլ հիմա մենք տեսնում ենք ժամանակ առ ժամանակ բռնկման դեպքեր, տեսնում ենք հիվանդացություններ, տեսնում ենք սննդից փոխանցվող բազմաթիվ հիվանդություններ, բնականաբար դրանից չի շահելու ոչ մեկ։ Չի շահելու գործատուն, չի շահելու հաճախորդը, չի շահելու աշխատող անձնակազմը։ Շեշտը առաջին հերթին պետք է դրվի սննդի անվտանգության վրա։ Ես իմ ուսանողներին ասում եմ, ոչինչ, թող մի քիչ թերի լինի գեղեցկության առումով, թող մի քիչ թերի լինի, ենթադրենք սննդային արժեքների առումով, բայց ամենակարևոր պայմանը անվտանգությունն է, որովհետև գործ ունենք հաճախորդների կյանքի եւ առողջության հետ։ Իրավունք չունենք սխալվելու։ Դուք ասացիք պետք է, բայց որպես մասնագետ ինչ խնդիրներ եք տեսնում։ Բազմաթիվ են խնդիրները, բազմաթիվ։ Առաջին պայմանը ու շեշտը իմ համար վերահսկողությունն է։ Այսինքն չենք կարող թողնել, որպեսզի հասարակական սննդի օբյեկտը, կլինի դա ռեստորան, սրճարան, արագ սննդի կետ եւ այլն, ինքն իրեն վերահսկի, այսինքն անպայման պարբերական վերահսկողություն եւ մոնիթորինգ է հարկավոր, որպեսզի սննդի անվտանգության նորմերը կատարվեն։ Հակառակ դեպքում չի լինում։ Մարդկային գործոններ են եւ որ եթե վերահսկողություն չկա, դա արդեն չի կարող բարձր մակարդակի լինել։ Պետական մակարդակով վերահսկողությունը հարկավոր իրականացնել, հարկավոր է տուժեր եւ խիստ պատժամիջոցներ, հարկավոր են խիստ հետևողականություն, հարկավոր է վերապատրաստված եւ գիտելիքներով լեցուն անձնակազմ, որը գիտի ինչ է սննդի անվտանգությունը, որը գիտի ինչ հետևանքներ կարող են առաջանալ իր սխալ պատրաստման հետևանքով, ինչպիսի հիվանդությունների աղբյուրներ կարող է առաջացնել ինքը իր սխալ գործողությունների հետևանքով կամ անուշադրության հետևանքով։ Արդեն ոլորտում բազմաթիվ խնդիրներ կլուծվեն։ Օրինակ, որ մթերքն է վտանգավոր խոհանոցում։ Բոլոր մթերքները կարող են վտանգավոր դառնալ խոհանոցում։ Հիմա կմտածեք ինչպես կարող է սովորական սնունդը եւ մթերքները դառնալ վտանգավոր։ 5 ռիսկային գործոններ գոյություն ունեն, որոնք որ խոհանոցում մթերքները դարձնում են վտանգավոր։ Առաջին ռիսկային գործոնը դա անապահով մատակարարից մթերք գնելն է։ Այսինքն, երբ մենք չգիտենք, այդ մատակարարը չի տալիս երաշխիքներ, չունի փաստաթղթավորում, չունի լիցենզիա, անհայտ ծագման ինչ որ մթերքներ ենք ներմուծել առանց փաստաթղթերի։ Դա առաջին ռիսկն է։ Երկրորդ ռիսկը դա սննդամթերքի սխալ պատրաստումն է, որը որ բնականաբար ամբողջ պատասխանատվությունը խոհարարների վրա է ընկած։ Երրորդ կարևոր ռիսկը դա սննդամթերքների սխալ պահպանումն է սխալ ջերմաստիճաններում, որովհետև յուրաքանչյուր սննդամթերք պահանջում է իր պահման պայմանները, իր պահման ջերմաստիճանները եւ ռեժիմները, եւ դրանց խախտման դեպքում բնականաբար արդեն վտանգավոր կդառնա։ Չորրորդ ամենատարածված ռիսկը դա փնթի, կեղտոտ, ախտահարված սարքավորումներով եւ խոհանոցում աշխատելն է, որը ամենասովորական սննդամթերքը կդարձնի վտանգավոր մարդու առողջության համար։ Եվ վերջին 5-րդ կարևոր գործոնը դա անձնական հիգիենայի խախտումն է։
խոհարարի անձնական հիգիենան է։ Այս 5 գործոնների հետևանքով, եթե չկանխարգելվի, եթե չվերահսկվի, բոլոր տեսակի սննդամթերքները կդառնան վտանգավոր մարդու առողջության համար։ Իսկ գոյություն ունեն ամենավտանգավոր սննդամթերքների շարք, որոնց շարքին է պատկանում միսը եւ մսամթերքը, ձուկը, ձկնամթերքը, թռչնամիսը, ծովամթերքը, կաթը եւ կատնամթերքը։ Պոտենցիալ վտանգավոր սննդամթերք են համարվում եւ չի կարելի առանց սառնարանային պայմանների թողնել նույնիսկ 1 ժամ, որովհետեւ ամենանպաստավոր պայմաններն է ստեղծվում վիրուսների եւ բակտերիաների զարգացման եւ տարածման համար։ Օրինակ թռչնամիսն ինձ թվում է ամենավտանգավորն է։ Այո, եթե եվրոպացուն հարցնում եք, որ միսն է վտանգավոր, անմիջապես պատասխանում է թռչնամիսն է։ Ինչու՞, որովհետև 80-ից 85% հավանականություն կա, որ թռչնամիսի կաշվի վրա կա սալմոնելա բակտերիան, որի հետևանքով կառաջանա սալմոնելոզ, սարսափելի սննդից փոխանցվող հիվանդությունը։ Հետևաբար թռչնամիսը քանի օր կարելի է պահել սառնարանում։ Հում թռչնամիսը կարելի է պահել մինչև 12 ժամ սառնարանում, իսկ սառցարանում մինչև 2 տարի, եթե -35 աստիճանը ապահոված է։ Ամբողջ խնդիրը, թե ինչպես պետք է պահել, թռչնամսի հարևանությամբ չի դրվում ոչ մի բան։ Եթե պրոֆեսիոնալ սառնարաններում դրվեց թռչնամիս, դա սովորաբար դրվում է ամենատակի դարակում եւ իր հարևանությամբ չի դրվում ոչ մի բան, որպեսզի հանկարծ վտանգավորություն չառաջանա, որպեսզի հանկարծ բակտերիաների փոխանցում տեղի չունենա։ Մի փոքր նաև թյուր կարծիք է, որ խորը սառեցման ժամանակ անմիջապես բակտերիաները վերանում են, ոչ, սալմոնելայի դեպքում -10 աստիճանում 4-ից 5 ամիս հարկավոր է, որպեսզի բակտերիան վերանա։ Այն էլ միջև վերջ կարող է, որ վերացում տեղի չունենա։ Ամենասարսափելի բակտերիան, որը որ կարող է սննդամթերքից սննդամթերք փոխանցվել, ձեռքից ձեռք փոխանցվել, սննդի միջոցով փոխանցվել։ Երբեմն լինում են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Այո։ Եվ ռեստորաններում, եւ խանութներում, երբ որ գնում ես վաճառողը ասում է լույսերը անջատել են, բայց սա լավ սառեցված հավ է։ Հիմա հավի միսը որ սառներ, հետո բնականաբար լույս չկա, տաքանում, հետո նորից սառչում է, սա վնաս չէ արդեն։ Բնականաբար խորը սառեցված մթերքը հալեցումից հետո իրավունք չունենք նորից խորը սառեցնել։ Դա կոչվում է ապասառեցման process է, որը որ արգելվում է բոլոր տեսակի մթերքների համար եւ արդեն պետք է օգտագործվի։ Այդ դեպքում հարկավոր է այլընտրանքային միջոցներ ձեռնարկել եւ ռեստորաններում եւ խանութներում եւ մեծ հսկայական սուպերմարկետներում, որպիսի հոսանքի այլընտրանքը ապահովեն, հոսանքազրկում տեղի չունենա։ Եթե խորը սառեցված սնունդը հալվեց, իր մեջի ազատ ջուրը, պարունակվող ջուրը, որը որ սովորական ջուր չէ, այլ դրա մեջ լուծված են բոլոր վիտամինները, սննդային նյութերը, բոլոր համը, հոտը, հյութեղությունը, ամեն ինչը։ Այն ամենը ինչի համար որ մենք ուտում ենք այդ սնունդը։ Դրա հետևանքը որ ջուրը դուրս եկավ, արդեն մենք չենք կարող նորից սառեցնել։ Ինչու՞, որովհետև արդեն իր մեջի հյութը դուրս է եկել։ Սառեցնենք, հետո նորից հանենք, նորից ջրի կորուստ ունենանք, արդեն սննդային արժեքներ չենք ունենա ուղղակի։ Մենք կօգտագործենք ուղղակի հավ անունով ինչ-որ բան, որը մեզ չի տա ոչ մի սննդային արժեք։ Ամբողջ իմաստը եւ խոհարարության եւ պատրաստման գործընթացների սննդային արժեքների պահպանումն է։ Եթե մենք չենք ստանալու այդ սննդատեսակից սննդային արժեք, եթե մենք մեզ անհրաժեշտ սննդանյութերը չենք ստանալու, ինչի համար ենք պատրաստում եւ աշխատում։ Տեղափոխվենք հրուշակագործության աշխարհ։ Այո։ Պարզվում է, յուրաքանչյուր տարի տորթերի առումով թելադրումը իրենը, այստեղ դեր է խաղում նորաձևությունը։ Այո, իրականում հրուշակագործությունը շատ եմ սիրում։ Իմ երկրորդ բալիկն է, այսպես ասած, առաջին բալիկը ասում եմ, որ խոհարարությունն է, երկրորդն ասում եմ, որ հրուշակագործությունն է, քաղցր աշխարհը, ամենաքաղցր աշխարհը, որը մարդուն միշտ ձգում է դեպի իրեն։ Այո, ամեն տարի փոխվում է նորաձևության նման եւ առաջարկվում են նոր դեսերտներ, նոր աղանդերներ, նոր մոտեցումներ, նոր ավելի զարդարման, նոր կիրառման միջոցներ, նոր բաղադրիչներ եւ դա հրաշալի է, որովհետեւ հրուշակագործությունը անընդհատ կատարելագործվում է։ Ուղղակի մեր խնդիրը հետ չմնալ համաշխարհային հրուշակագործությունից։ Բայց ինչքան ճոխ է տորթը, այնքան վնասակար է, թե դա կապ չունի։
վնասակարությունը կախված է օգտագործվող բաղադրիչներից։ Եվ ուտեստի վնասակարությունը եւ մանավանդ հրուշակեղենի վնասակարությունը կախված է թե ինչպիսի բաղադրիչներ են օգտագործվում այն պատրաստելուց։ Եթե մենք օգտագործում ենք չափից շատ շաքարավազ, եթե օգտագործում ենք յուղի փոխարինիչներ, օրինակ տրանս ճարպեր, հրուշակեղենային ճարպեր, խոհարարական ճարպեր, եթե մենք օգտագործում ենք բուսական ծագման սերուցք կամ անհայտ ծագման հավելումներ ենք օգտագործում, քիմիական ծագում ունեցող հավելումներ, տարբեր տեսակի եր, տարբեր տեսակի չթույլատրվող ուրեմն բաղադրիչներ կամ գերազանցում ենք թույլատրվող ուրեմն հավելումները, բնականաբար եւ հսկայական չափաբաժինները, որոնք որ օրինակ մեր հայ ժողովուրդը սիրում է, որ հսկայական չափաբաժիններով է ամեն ինչը համտեսում, ի տարբերություն օրինակ եվրոպական երկրների, նույնիսկ մենք զարմանում ենք, որ տեսնում ենք փոքրիկ են այնտեղ, կալորիականությունը հաշված է, որ բաղադրիչները ավելի էկոլոգիապես մաքուր են, ավելի բարձրարժեք են, դա հենց այնպես չէ, դա հենց վնասակարությունը իջեցնելու համար է, այսինքն եթե բաղադրիչները մաքուր են եւ չափաբաժինները քիչ են, վնաս չի լինի։ Նկարագրության բաժնին, որ նայում ես, գրված է, որ ինչ հավելում դուք ասացիք, այնտեղ կա, այսինքն ոչ մի բան չպետք է գնեն մարդիկ։ Հավելումները, տեսեք, այդ էլի մի միֆ է, որը որ բոլորը ասում են հավելում, բայց իրականում չեն հասկանում ինչի մասին է խոսքը, որովհետև կան բնական հավելումներ, որոնք որ ստացվում են բնական մթերքներից եւ օգտագործում են որպես գունանյութեր, որպես թթվային միջավայր ստեղծող, որպես կայունացուցիչներ, որպես արոմատիկ նյութեր եւ կան քիմիական հավելումներ, որոնք որ ստացվում են քիմիական եղանակով եւ էլի օգտագործում են նույն նշանակությամբ։ Հարկավոր է հասկանալ, որ հավելումներն են արգելված եւ որոնց չափաբաժինն է շատ։ Դրա համար պետք է ունենալ տվյալ աղյուսակները, երերի աղյուսակները, իհարկե, բայց ես չեմ կարծում, որ սովորական հաճախորդը կկանգնի խանութում, հատիկ կնայի, որ յենա օգտագործված եւ որն է ավել, որն է պակաս, չեմ պատկերացնում, բայց ամեն դեպքում զգոն լինելը եւ զգույշ լինելը ավելի լավ է։ Վերցրեք այնպիսի արտադրողներից հրուշակեղեն արտադրանքներ, որոնք որ մաքուր բաղադրիչներով են աշխատում, որոնց մոտ հավելումները քիչ են, որոնց որ ենթադրենք ոչ թե դրոժային արտադրանքներ են, այլ հիմքը դրված է թթխմորային արտադրանքների վրա, որոնք որ բնական խմորիչներ են իրենցից ներկայացնում։ Փնտրողը գտնում է, առողջ ծննդի հետևողը հետևում է, բայց հասարակությունը պետք է տեղյակ լինի իր ինչպես ընտրի սննդամթերքը, ինչպես ընտրի հրուշակեղենը։ Հիմա որ հավելումն է վտանգավոր։ Տեսեք, հատուկ աղյուսակ կա, որը որ այդտեղ ցուցված է, որոնք են վտանգավոր, որոնք են արգելված եվրոպական երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այսպես միանշանակ այդ հաստատված աղյուսակներից պետք է օգտվել, որպեսզի հասկանանք։ Խոսենք նաև քաղցրավենիքի մասին, հատկապես երեխաների համար նախատեսված, որ տարբեր գույների է։ Սա որքանով է վտանգավոր երեխայի առողջության համար։ Այո, նույն բանը հիմա նորից պիտի կրկնեմ, որովհետև երեխաների համար ստեղծվող քաղցրավենիքը հիմնականում ավելի գունավոր, ավելի վառ համերի, ավելի թթվային, ավելի քաղցր, ավելի գրավիչ է դարձնում երեխաների համար, բայց դրա հետևում կանգնած է չարիքը, այդտեղ հաստատ եւ գունանյութերի, եւ թթվային միջավայրի, եւ հավելումների ավելցուկ կա։ Այդտեղ արդեն ծնողները պետք է զգոն լինել, զգույշ լինեն, նայեն, տեսնեն ինչ արտադրատեսակ է, կարդան պիտանելիության ժամկետը, կարդան պիտակը, կարդան բաղադրիչները, հատիկ նայել, ինչու, որովհետև երեխաները մեր խոցելի խումբն են։ Մանավանդ մինչև 7 տարեկան երեխան ինքը համարվում է խոցելի խմբի հաճախորդ։ Եվ այդ խոցելի խումբը ավելի ու ավելի շատ պետք է լինի մեր նշանակետում, որպեսզի երեխաներին զերծ պահենք նմանատիպ հավելումներից, քանի որ մեծահասակի օրգանիզմը ավելի ամուր է, իմունային համակարգը ավելի ամուր է եւ ավելի քիչ հետևանքներ կարող է թողնել։ Իհարկե սա բնականաբար չի վերցնում պատասխանատվությունը, բայց երեխաների նկատմամբ ավելի հոգատար պետք է լինենք։
Ստացվում է, որ երեխաները ավելի լավ է երեխաների համար նախատեսված քաղցրեղեն չօգտագործեն, գնան մեծերի աշխարհ։ Երեխաների համար ստեղծվող քաղցրեղենը պետք է բացառապես անվտանգ լինի երեխաների համար, որը որ ես չեմ կարծում, որ այդպես է, որովհետև տարբեր արտադրատեսակներ շատ չարաշահումներ են ունենում եւ շատ եւ ժամկետների առումով եւ հավելումների առումով եւ երերի առումով ավելի լավ է երեխաների համար պատրաստել տանը։ Եթե երեխան շատ գայթակղվում է որևէ արտադրանքով, ավելի լավ է, եթե չենք կարողանում զերծ մնալ, ենթադրենք գնելուց, քիչ չափաբաժիններով, շատ քիչ ու հետևողական պետք է լինել։ Հակագովաստ չեմ ուզում լինի, չեմ ուզում որևէ բան մակնշել, բայց ուշադիր եղեք, որտեղ որ գրված է հրուշակեղենային ճարպ, խոհարարական ճարպ, որտեղ որ գրված է տրանս ճարպեր, մի գնեք երեխաների համար նման արտադրանքներ։ Ընդհանրապես տորթերի դեպքում թխվածքների ճիշտ է օգտագործել մարգարին թե կարագ։ Իմ ասած հենց տրանս ճարպերի մեջ մտնում է մարգարինը։ Տրանս ճարպերն էլ որ ասում ենք, շատերը չեն հասկանում ինչի մասին է խոսքը։ Իրականում դա բուսական ճարպերն են, որոնցից ստանում են պինդ մասսաներ։ Ինչպես է ստացվում պինդ մասսան, դա հիդրոգենիզացման process է տեղի ունենում, եւ այդ process-ի ժամանակ օգտագործվում է ջրածնի ատոմներ, որի հետևանքով սենյակային ջերմաստիճանում մենք ստանում ենք կալիում զանգված, որը որ մեր մարգարինն է։ Մի վառ օրինակ նաև մեր մարգարինն է։ Տրանս ճարպերը նոր չեն։ Դրանք ստեղծվել են 1911 թվականից եւ շատ լայն կիրառություն ունեն ամբողջ աշխարհում, բնականաբար, ինչու են նաեւ այդքան շատ մեծ պահանջարկ ունեցել, որովհետեւ էժան են, դե կարագը, մաքուր կարագը թանկ է ավելի, իսկ մարգարինը ավելի մատչելի է, մարգարինը ավելի իրեն լավ է դրսևորում, մանավանդ շերտավոր խմորների ժամանակ, բիսկվիտային խմորների պատրաստման ժամանակ, փխրուն խմորների պատրաստման ժամանակ, նայում ենք ուղղակի հիանում ենք, թե պատրաստված արտադրանքները ինչքան գեղեցիկ են, ինչքան խրթխրթան են, բայց գիտնականները պարզել են, որ այդ նույն տրանս ճարպերը օրգանիզմում իրենց լրիվ այլ կերպ են դրսևորում, այսինքն եւ մարսողության հետ կապված, եւ կուտակումների հետ կապված, եւ աղեստամոքսային տրակտի գործունեության հետ կապված եւ վատ խոլեստերինի բարձրացման նպաստելու հետ կապված բավականին խնդիրներ են առաջացնում ու արդեն երկար տարիներ ասում են, զգուշացնում են, որ զերծ մնացեք, մի վերցրեք, մի օգտագործեք, բայց քանի որ էժան հումք է, չեն բնականաբար արտադրող ընկերությունները նույնիսկ տանը պատրաստելուց տան տիկինները ենթադրենք այդ բյուջեն չի բավականացնում, գնում են դեպի մարգարին եւ իրոք որ խմորների մեջ, շատ խմորների մեջ հենց նախընտրելի է մարգարինը, բայց ես խորհուրդ կտայի օգտագործել կարագ եւ իմանալ, որ նաեւ որ արտադրանքն է կոչվում կարագ։ Կարագ կոչվում է 82 եւ 82.5% յուղ պարունակող կաթնամթերքը, որը որ անարատ է, որը որ պատրաստված է գործարանում կամ որևէ արտադրող ընկերությունում եւ որը բարձրակարգ, բարձրարժեք սնունդ է համարվում մարդու համար։ Հիմա եւս մեկ հարց։ Մայոնեզ թե թթվասեր։ Եթե տանը պատրաստված մայոնեզ է, եթե դուք եք պատրաստել եւ ոչ արտադրական մայոնեզ է, տնական մայոնեզը գերադասելի է արտադրական մայոնեզից։ Եթե թթվասերը եւ մայոնեզը վերցնենք, թթվասեր Հիմա տեսեք, տարբեր են մոտեցումները, աղցաններ կան, որ անպայման պահանջում են մայոնեզի առկայություն, աղցաններ կան, որ թթվասերի առկայություն են պահանջում, թթվասերը և մայոնեզը, դրանք մեկը կաթնամթերք է, մյուսը ոչ, բոլորին թվում է, թե մայոնեզը կաթնամթերք է, բայց իրականում մայոնեզը ֆրանսիական խոհանոցի ամենահայտնի սոուսներից, մայր սոուսներից մեկն է համարվում, որը որ պատրաստում է ձվի դեղնուցներով եւ շատ ահռելի չափի բուսական յուղով։ Այսինքն նաև գերադասում ենք, եթե առողջության առողջ տեսանկյունից նայենք, թթվասերը ավելի գերադասելի է, որովհետև ունի կաթնաթթվային բակտերիաներ,
յուղի ավելի քիչ պարունակություն, ավելի հեշտ մարսելիություն, իսկ մայոնեզը ավելի ծանր մարսվող է, նույնիսկ ֆրանսիացիները հիմա կամաց հրաժարվում են մայոնեզով ու շոտ մայոնեզ չեն օգտագործում, ինչու, որովհետև շատ բարձր կալորիականություն ունի նաև։ Նայած որ տեսանկյունից ենք նայում, այ միանշանակ տեսանկյունը թթվասեր թե մայոնեզ, կարող եմ ասել թթվասերը իր տեղն ունի, մայոնեզն իր տեղն ունի, բայց եթե ընտրության հնարավորություն ունենք տանը պատրաստած մայոնեզը եւ արտադրական, միանշանակ տանը պատրաստված կամ խոհանոցում պատրաստված մայոնեզը։ Ճիշտ է այն տեսակետը, որ խոհարարի սխալները ծածկում է սոուսը, իսկ հրուշակագործինը շաքարի փոշին։ Շաքարի փոշին խոհարարի թերությունները, այո, կարող է ծածկել սոուսը, սոուսները բազմազան են, բազմապիսի։ Սոուսների աշխարհը այնքան հարուստ ու գունագեղ է, որ ցանկացած սխալ պատրաստված ուտեստ կարող են քողարկել, այո, դա գիտեն բոլոր խոհարարները, հմուտ խոհարարները շատ լավ օգտվում են նաև այդ սոուսի հնարավորություններից, այսպես ասած, իսկ հրուշակեղենային խոտանները, այսպես ասած, դեֆեկտները կարող ենք ծածկել, այո, շաքարի փոշիով եւ նաև կրեմներով։ Լավ պատրաստված կրեմը ինքը կարող է քողարկել վատ պատրաստված բիսկվիտը։ Լավ պատրաստված օշարակը եւ կրեմը։ Այնպես կարող է չեզոքացնել, օրինակ, եթե բիսկվիտը ունի ձվի համ, ենթադրենք, կամ կողմնակի որևէ համեր, կամ քիչ է բարձրացել, այդ բոլորը կարող ենք շտկել կրեմների եւ ձեր ասած շաքարի փոշու օգնությամբ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, շատ հաճելի էր ձեզ հետ, շատ անկեղծ եւ հույս ունեմ նորից հանդիպել, շնորհակալ եմ։ Մենք զրուցում էինք խոհարար, հրուշակագործ, դասախոս Ելենա Մարությանի հետ։